Թեև Հիսուսը գիտեր, որ ինքը սպանվելու է մարդկանց մեղքերի համար, բայց վստահաբար դեպի Երուսաղեմ ուղղվեց։ Նա երկու աշակերտ ուղարկեց ավանակ բերելու, երբ գնում էր, մարդիկ ցնծությամբ Աստծուն էին փառաբանում, Հիսուսին թագավոր հռչակելով։ Վարդապետ, աշակերտների տասա լռեն։ Ասում եմ ձեզ, եթե նրանք լռեն, ապա քարերը կաղաղակեն։ Խաղաղություն երկնքում և փառք մարդուկներում։ Եթե միայն այսօր իմանայիր քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց։ Օրեր կգան, երբ թշնամիներդ քեզ կշրջապատեն, ամեն կողմից քեզ կպաշարեն ու կնեղեն։ Այս պատերի ներսում էլ կկործանեն քեզ եւ որդիներիդ։ Քարը քարի վրա պիտի չմնա, որովհետեւ դու չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։ Երուսաղեմի տաճարը նմանվել էր ավելի շատ շուկայի, քան պաշտամունքի վայրի։ Իմ տունը աղոթքի տուն է, դուք այն գողերի որ չի եք վերացեն։ Անասուններս, պահիր, պիթո։ Հսկիչների կանչել, հսկիչների։ Շատերն արդեն նրան ընդունել են որպես թագավոր։ Թագավոր, մուրացկանների գողերի թագավոր, նման բան շատ ենք տեսել, շատերն են գալիս, գնում և մոռացվում։ Չեք տեսնում, հիմա շատերն են նրան հետևում, բոլորն էլ հիացած են։ Շատ մեծ կարծիք ունեն։ Հիմա զգուշացնում եմ ձեզ, եթե նա խաղաղությանը վտանգի, դուք եք մեղավոր։ Այո, ճիշտ է։ Ժանն է, դիմակայեն Գալիլյացուն։ Հիսուսը խոսում էր դպիրների և փարիսեցիների դեմ, թե նրանք պատմում են օրենքը, բայց չեն պահում այն։ Տաճարում Հիսուսը տեսավ մի այրու, որը 2 պղնձադրամ էր տալիս։ Դա շատ քիչ է։ Չես կարող ավել տալ։ Ասում եմ, այս աղքատայրին բոլորից ավելի գցեց։ Քանզի մյուսներն ընծատվեցին իրենց կուտակածներից։ Իսկ նա
լինելով աղքատ, տվեց իր ամբողջ ապրուստը։ Ասա մեզ, ասա ինչու ես այդպես խոսում։ Ինչ իշխանությամբ։ Ես էլ ձեզ մի հարց տամ։ Ասեք ինձ, Հովանեսի մկրտությունն Աստծուց էր, թե մարդուց։ Ինչ ասենք։ Դե ասենք Աստծուց, կասի այդ դեպքում ինչու չհավատացիք։ Թե ասենք մարդուց, ամբողը մեզ կքարկոցի։ Մարդիկ գիտեն, որ նա մարգարե էր։ Չգիտենք, թե որտեղից էր։ Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում։ Ահա մի մարդ խաղողի այգի տնկեց։ Հանձնեց մշակներին եւ երկար ժամանակով տեղ գնաց։ Բերքը հավաքելու ժամանակ մշակների մոտ ուղարկեց իր ծառային, այգու պտղից իր բաժինը ստանալու։ Բայց մշակները ծեծելով դատարկ հետ ուղարկեցին։ Ուրիշի էլ ուղարկեց։ Մշակները սրան էլ անարգեցին եւ դատարկաձեռն հետ ուղարկեցին։ Նա ուղարկեց երրորդին։ Մշակները սրան էլ վիրավորեցին ու վռնդեցին։ Այն ժամ այգու տերն ասաց. ուղարկեմ իմ սիրելի միակ որդուն։ Անշուշտ նրան կհարգեն։ Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, ասացին. սա տիրոջ որդին է։ Սրան էլ սպանենք, ունեցվածքը մեզ կմնա։ Ինչ եղավ հետո։ Եվ նրան այգուց դուրս հանելով սպանեցին։ Ուրեմն այգու տերն ինչ պիտի անի մշակներին։ Կգա ու կսպանի այդ մարդկանց, այգին կտա ուրիշ մշակների։ Արդ սրա իմաստը որն է։ Այն քարը, որ շինողներն անարգեցին, ահա նա է, որ անկյունակար եղավ։ Ով որ ընկնի այդ քարին ջարդ ու փշուր կլինի։ Եվ ում վրա, որ այն ընկնի, կճզմի նրան։ Ուսուցիչ, մենք գիտենք ինչ որ ասում ես ճիշտ է։ Գիտենք, որ կարևորություն չես տալիս մարդու դիրքին, այլ ճշմարիտն ես սովորեցնում։ Ասա, մեր օրենքին դեմ է, որ կայսրին հարկ տանք։ Ինչ ես ասում, տանք թե ոչ։ Զգուշտեր, խորամանկում են։ Ցույց տուր ինձ դրամը։ Ում պատկերն ու գիրն ունի։ Կայսրին։ Ուրեմն տվեք կայսրին, այն ինչ կայսրինն է։ Իսկ Աստծուն, այն ինչ Աստծունն է։ Դրան ինչ կասես։ Մոտենում էր բաղարջակերած տոնը, երբ պետք է մորթվել Զատկի գառնուկը։ Հիսուսը Պետրոսին ու Հովանեսին ուղարկեց Զատկի ընթրիքը պատրաստելու։